Հաղորդավար, բլոգեր, թե լրագրող։ Լրագրող։ Ինչ կլինեիք, եթե չլինեիք լրագրող, ինչ մասնագիտությամբ կզբաղվեիք։ Մանկաբարձ բժշկուհի։ Ամենաաղմկոտ հրապարակումը, որի համար քննադատվել եք։ Արսեն Մարգարյանի հետ կապված, բայց դրական ա եղել աղմուկ ավելի շատ, քան բացասական։ Կոմենտ ձեր հասցեին, որը ձեզ հունից հանում է, եւ հակառակը, որը ձեզ ուրախացրել է։ Երբ որ ինձ անվանում են տղամարդատյաց, որովհետև ես տղամարդկանց շատ եմ սիրում, իհարկե ոչ բոլորին։ Հունից հանողը դա էր ամենասիրելին, որ աղջիկները իմ ներկայությամբ իրանց մի քիչ ավելի ինքնավստահ են զգում։ Այդպիսի մեկնաբանություններ երբեմն լսում եմ։ Ինչ է ֆեմինիզմը, հավասարության մասին է, թե շարժում տղամարդկանց դեմ։ Իհարկե հավասարության մասին, իրավահավասարության մասին կին տղամարդ։ Ինչի մասին բլոգ չեք անի, ինչ թեմայով։ Եթե որևէ կերպ իմ արած նյութը կվնասի որևէ կնոջ։ Հանուն գումարի որևէ մեկ այլ բլոգերի մասին ինֆո կամ հրապարակում կանեք։ Չէ, դա բացառվում է։ Ինչ չեք անի հանուն փողի։ Դեմ չեմ գնա իմ սկզբունքներին, այդ ամենակարևորն է։ Ինչը ի սկզբանե իմ սկզբունքն է եղել։ ChatGPT-ից օգտվում եք։ Շատ։ Վերջին սերչը որ արել եք։ Կարմիր լույս։ Շատ անիմաստ ու առօրեական հարցեր եմ տալիս, չեմ ուզի գովազդեմ այն տեսանկյունից, որ առողջության հետ կապված հարցեր եմ տալիս, բայց վերջինը դա է եղել, չեմ բարձրացել, հետո բժշկու հետ անպայման քննարկելու եմ այդ։ Ֆորմատը շատ հետաքրքիր էր ու շատ համապատրաստից էր, ես շատ պատրաստ չէի, բայց շատ հավես էր, երբ որ ծաթորներով առաջին փորձառությունն էր ու հավես էր, էմոցիաներն են հատկապես, որ համապատրաստից էր։ Չէ, թույլ չեմ տալիս, որ ինձ կառավարեն, եթե ինչ-որ բան իմ կյանքի որակի վրա, որպես այդպեսին անցնում եմ, փորձում հաղթահարեմ այդ վախը։ Հավասար հնարավորությունների բացակայությունն է հունից հանում երբեմն։ Երևի թե ավելի շատ կաշխատեի հավասար հնարավորությունների ուղղությամբ, որ անկախ սեռից, անկախ ֆիզիկական վիճակից մարդու, այստեղ այդքան էլ սեռեական չէ, նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ կապված շատ խնդիրներ կան, որոնց լուծումը միանշանակ ես կփորձեի տալ, էլի խոսելով հավասար հնարավորությունների մասին, ներառականության մասին, իսկ եթե կանայք կառավարեին, այս վերջում հրապարակում էին նայում, որ Ֆինլանդիան հիմնականում կանայք էին ղեկավար պաշտոններում մեծապես, եւ այնտեղ ամեն ինչ հանգիստ է, խաղաղ է, բայց չեմ ուզում էլի սեռականացնել, որովհետեւ ավելի շատ ղեկավարելը այդ մարդկային որակների հետ է կապված, քան օրինակ սեռի, բայց կուզեի վերանային կանանց ղեկավար դիրքերում այդ խտրականությունն ու այդ կարծրատիպերը, որ կին ղեկավար կանայք, չգիտեմ, դաշտանային ցիկլի օրերին ավելի նյարդային են, մենք տեսնում ենք, թե ինչքան նյարդային են քաղաքական գործիչ տղամարդիկ ու այդ ընդհանրապես ցիկլի հետ կապ չունի։ Ավելի երևի սոցիալական հարցերի ուղղությամբ, եթե անգամ լինի կամ մարդու իրավունքներ, ձգտենք ավելի հավասար հնարավորությունների միջավայր, այսինքն մենք ինքներս էլ, մեր շրջապատը փորձենք ավելի ներառական դարձնել, ավելի հավասար հնարավորությունների համար փորձենք պայքարել կամ եթե անգամ չենք պայքարում, գոնե աջակցենք ներառականությանը ու արհեստական խոչընդոտներ չստեղծենք որևէ մեկի համար։